Երևանյան ամենամեծ միջազգային կինոփառատոնը Ոսկե ծիրանը այս տարի կանցկացվի հուլիսի 12-ից 19-ին։ Արդեն 12-րդ անգամ անցկացվող փառատոնը ստացել է ավելի քան 1600 հայտ 105 երկրներից, իսկ ընտրված մոտ 200 ֆիլմերը բաշխվել են 4 մրցութային ու արտամրցութային ծրագրերում։ Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց, որ Ոսկե ծիրանը Մեծ Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ կունենա ցեղասպանությանն առնչվող 2 ծրագիր՝ «Մենք կանք» եւ «Այլևս երբեք»։ Զարմանալի տարի է սա, եւ տխրության տարի է, եւ պայծառության, որովհետեւ 100-ամյակ ենք նշում կարծես, բայց ուրախ ենք, որ գործում ենք, ուրախ ենք, որ ունենք փառատոներ միջազգային, ուրախ ենք, որ նկարում ենք ֆիլմեր, ուրախ ենք, որ միասին ենք, որովհետեւ մենք հրաժարվում ենք առաջ։ Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը հավելեց. 2 ծրագիր նվիրված ցեղասպանության 100-ամյակին, դա մի ծրագիր, որը կոչվում է «Մենք կանք», դա հայկական եւ հայերի նկարահանած ֆիլմերն են հայոց ցեղասպանության մասին եւ մի ծրագիր, որ կոչվում է «Այլևս երբեք», դա ֆիլմեր են նվիրված ընդհանրապես աշխարհում տեղի ունեցած ցեղասպանություններին, սկսած հոլոկոստից մինչև Կամբոջա, Դարֆուր։ Հայտնի է նաև, թե ովքեր են մրցութային ծրագրերի ժյուրիի ղեկավարները։ Խաղարկային ֆիլմերի ժյուրին կգլխավորի հայտնի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանը, վավերագրական ֆիլմերի ժյուրին Մարեկ Հովորկան, ով չեխական ճանաչված վավերագրական կինոփառատոնի ծրագրերի տնօրենն է։ Ռոբեր Գետիկյանի անունը Երևանում կհնչի նաև այլ առիթով։ Հենց նրա ստեղծագործությունն է դարձել պատվավոր փառատոնի բացման ֆիլմը։ Խելագարի պատմություն ֆիլմը ցեղասպանության հետևանքների, վերապրածների սերունդների եւ նրանց պայքարի մասին է, այն ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում։ Իսկ աշխարհի լավագույն փառատոններում այս տարի ցուցադրված ու հաղթած մյուս ֆիլմերը հայ հանդիսատեսին կհասնեն Երևանյան պրեմիերա ծրագրի շնորհիվ, որտեղ մենք, ինչպես գիտեք, հավաքում ենք խոշորագույն փառատոների մրցանակակիրներին եւ տարվա ընթացքում աշխարհում ի հայտ եկած ամենահետաքրքիր ֆիլմերը։ Ոսկե ծիրանը այս տարի էլ խաղարկային ու վավերագրական մրցութային ծրագրերից բացի կունենա եւս 2 հայկական համայնապատկեր եւ կորիստ կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթներ։ Փառատոնի նախորդ տարիների ցուցադրության դահլիճներին այս տարի ավելացել է եւս մեկը՝ նորաբաց Հայաստան կինոթատրոնը։ 12-րդ Ոսկե ծիրանի պաստառն արդեն պատրաստ է, բացականչական ու հարցական նշանները հիշեցնում են 12։ Բացի այդ, փառատոնի ղեկավարները կինոսերներին առաջարկում են պաստառը մեկնաբանել իրենց երևակայությամբ։